Ցույցներից հարց չեն համարում դուրս գալու, պատասխանելու ժողովրդի առաջ կանգնեն, որպես ղեկավար, ձևավորած, հիմնավորած պատասխաններ տան, ուրեմն իրենց ասելիք չունեն, ուրեմն իրենք չեն ծառայում ժողովրդին, մեզ չեն ծառայում, դրա համար իրենք ասելիք չունեն, ուրեմն իմ ասած մտքերը, բառերը, որ ասում են մեզ խաբել են, մեզ խաբում են, դա կրկնապատիկ ճշմարտություն է։ Ինչ կա դրա մեջ, եթե դուք ժողովրդավարական պետություն եք համարում, դուրս չեք գալիս ձեր ժողովրդի առաջ այն բողոքի, այն պահանջների պատասխանները ներկայացնեք, ուրեմն սիրելի հայրենակիցներ, մեկ հետագա գործողությունները մենակ բազմահազարանոց հանրահավաքի միջոցով, ճնշման միջոցով, հանրային ճնշման միջոցով մենք կարանք ստանանք մեր արդյունքները։ Բոլորից շնորհակալություն եմ հայտնում, այսօր որ դուք եղել եք ամեն մեկս ներկա, բոլորդ ամեն մեկը ձեր տեղն եք պատասխան տալու, դրա համար եկել եք ստեղ ձեր ներկայությունով ցույց տվել, որ դուք անտարբեր չեք։ Արցախի կործանումից հետո ամեն մի մարդ, եթե Արցախ բառը օգտագործելու, Արցախի ժողովրդի անունից խոսելու, կամ Արցախի ժողովրդի մասին ներկայացնելով ինչ որ հարցերի լուծումներ են ուզում ստանալ, իրենք են խաբում, իրենք են օգտագործում այս իրավիճակից, որովհետև իրենք պիտի ստեղ լինեն այսօր մեր հետ միասին, որովհետև սա ինքնանպատակ չի։ Ամեն տեղ Արցախ բառն եք օգտագործում, ժողովրդի ծանր իրավիճակն եք օգտագործում։ Ես ամեն տեղ առաջնագծում եմ հաշվի չառած թե ով է կազմակերպիչը, որ կա արցախայության հարցը, որ կա այսօրվա ծանր իրավիճակի հայ ժողովրդի գտնված այս իրավիճակում հարցը, ու ամեն մեկը ձեզանից ամեն անգամ առաջնագծում եք, բայց այն մարդիկ, ովքեր այդ բառերը օգտագործում են, ու այս օրեր իրենք չկան ստեղ, իրենք ինքնանպատակ են հետապնդում մենակ։ Ասելու եմ, կեղծ եք դուք սա։